Մասիս քաղաքից 6 կիլոմետր հարավ-արևելք է գտնվում Մարմարաշեն գյուղը։ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրն այստեղ ամեն տարի մեծ տոնախմբություն է կազմակերպվում, որին ողջ գյուղն է մասնակցում։ Սուրբ Գևորգ եկեղեցու մուտքի մոտ մանկապարտեզի սաներն ու դաստիարակներն ազգային խոհանոցի բարիքներ են հյուրասիրում։ Իսկ մի փոքր այն կողմ գյուղի կարատեի խմբակի սաներն արևելյան մարտարվեստ են ցուցադրում։ Թեև այս ամենը կազմակերպվել է հատուկ Սրբի հիշատակության տոնի առթիվ, բայց եկեղեցին միշտ է այսպես, մանուկներով, երիտասարդներով շրջապատված։ Ակտիվ ու կենսունակ համայնք ունի եկեղեցին, այստեղ ամառային ճամբարներ են կազմակերպվում, որին ավելի քան 300 երեխա է մասնակցում ոչ միայն Մարմարաշենից, այլև հարակից գյուղերից։ Երիտասարդաց միության անդամները խնամում են բակն ու տարածքը, ամուր է նաև դպրոց-եկեղեցի կապը։ Ունենում ենք հոգևոր ընթերցումներ, պարտադիր կարգով գրականությունից շնորհալի Նարեկացի, մենք երգում ենք պարտադիր եւ հատուկ միջոցառումներ եմ կազմակերպել շնորհալու Նարեկացուն նվիրված։ Եկեղեցու հովանու տակ նաև գործում է նկարչական խմբակ, բարի խմբակներ կան գյուղում, կարատեի խմբակ արդեն իսկ տեսակ, որ մեր չգիտեմ, ուրախությունն է եւ բարձանքը։ Բացօթյա պարապմունքները միշտ բերում է ընկեր Հայկը, իրենց մարզիչը, բերում է եկեղեցու բակում, որպեսզի ոչ միայն ֆիզիկապես առողջ լինեն, այլև հոգեվորապես էլ, նաեւ զարգանան եւ աճան։ Սուրբ Գևորգ Զորավարի մասունքները մեր եկեղեցում պահվում են վաղ միջնադարից, դրանք ամփոփված են տարբեր մասունքարաններում։ Թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը քահանաների ուղեկցությամբ Մայրաթորից Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի բերեց Սրբի մասունքն ամփոփող խաչաձև մասնատուփը ուխտավորներին զորություն փոխանցելու համար։ Հայոց Հայրապետի օրհնությամբ ու տնօրինությամբ այս ավանդույթն արդեն տասնամյակի պատմություն ունի։ Սուրբ Գևորգը ոչ միայն զորական էր, այլև քրիստոնյա զորական էր եւ իր ամբողջ զինվորական ծառայության, հոգեվոր ծառայության ընթացքում առաջնահերթ սա է միշտ շեշտել, որ ինքը նախ քրիստոնյա է եւ հետո նոր զինվոր եւ զինվորական։ Այսօր նաեւ տարելիցն է 2020 թվականին Արցախյան հերթական պատերազմը եղավ եւ բազմաթիվ քաջամարտիկ նահատակներ այդ ընթացս նաեւ ունեցանք։ Ցավի սիրտ պետք է ասենք, որ Սուրբ Գևորգներ մինչև հիմա ունենում ենք։ Տոնական պատարագ մատուցեց Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը։ Այսօր բոլոր Գևորգները շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են ստանում։ Սրբի անվանակոչության տոնն է։ Ես մեծագույն բավականություն ստացա նախ ասեմ այսօրվա պատարագից բոլոր հոգևոր հայրերի ներդրումից, հատկապես Տեր Հովակիմի երգը ինձ սարսափելի հուզեց, մեկ անգամ եւս զորացա հավատքում, մեկ անգամ եւս համոզվեցի, որ եկեղեցին է մեր պաշտպանը, մեկ անգամ եւս համոզվեցի, որ Տեր հայրերն են, որ մեզ ճիշտ ուսմունք են տալիս։ Մենք կարդալով այդպես չենք կարող։ Ես ամեն օր կարդում եմ պարտադիր, բայց չեմ կարողանում հասկանալ այնպես, ինչպես եթե մեկ անգամ լսեմ Տեր Ղազարին։ Սուրբ Գևորգը հավատացյալների պաշտելի սրբերից է, ամեն տարի նրա հիշատակության օրը Սրբի անունը կրող եկեղեցիները բազմամարդ են լինում։ Գրականության մեջ շատ են Սուրբ Գևորգի մասին պատմող ավանդապատումները։ Սրբի անունը կրող եկեղեցիներ շատ կան հայոց թեմերում։ Պատահական չեմ համարում, որ Սուրբ Գևորգը վաղ շրջանից սկսած հայ եկեղեցում հարգվել է։ Հայ եկեղեցու ժառանգության, հոգևոր բարեպաշտական կյանքի կարևոր մասերից է դարձել Սուրբ Գևորգի հանդեպ այդ կապվածությունը։ Եվ նաև պատահական չեմ համարում, որ Սուրբ Գևորգի նման նաև այլ զորավարներ, Սուրբ Սարգի, Սուրբ Թեոդորոս, այսպես հայ ժողովրդի հոգևոր ժառանգության, քրիստոնեական, հատկապես հավատքի մեջ առանցքային դերեր են ստանձնել։ Երբ որ զուգահեռ եմ հասկացնում հայոց պատմության կամ հենց նույն հայ եկեղեցու պատմության միջև, որոնք ըստ էության անբաժանելի են, տեսնում ենք, որ հայ ժողովուրդը միշտ իր հավատքը պաշտպանելու խնդիր է ունեցել եւ Սուրբ Գևորգի նման զորավարները միշտ ներշնչման աղբյուր են ծառայել։ Տեսեք, մենք ունենք նաեւ Վարդանանց զորավարներին, չէ, 1036 վկաներին։ Այս նույն օրինակն եմ տեսնում, հավատարիմ մնալ այն ամենին, ինչին դու հավատում ես, այդ խոսքով հավատարիմ մնալ քո ընկալած ճշմարտությանը։
Դեռևս 2002 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ է օծվել Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այն կառուցվել է բարերար Սերգեյ Ղազարյանի ջանքերով։ Նախաձեռնել է տեղաբնակ Վոլոդյա Սարոյանը, Գևորգ Սրբազանի հայրը։ Մինչև Հայաստանի խորհրդայնացումը գյուղում եղել է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Ասեմ, որ արխիվների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եկեղեցին ունեցել է նաև ծխական դպրոց, նաև այդ եկեղեցում է պահվել Սուրբ Գևորգի աչը, որին տրված նվիրատվությունների միջոցով գյուղի ծխական դպրոցն են պահել նախքան խորհրդայնացումը։ Խորհրդային շրջանում ցավոք սրտի ավիրվել է եկեղեցին, դպրոցի մասին տեղեկություններ չկան, իսկ աչն էլ անհետացել է։ Ասում են, որ պահվում էր գյուղացիներից մեկի տանը եւ մի օր անհետացել է, սակայն բարեբախտաբար այն տուփը, որի մեջ մասնատուփը, այսպես ասած, պահվել է աչը, այսօր դրված էր եկեղեցում։ Մասյացոտնի թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն օրհնեց հավատացյալներին, հայցելով Սրբի բարեխոսությունը դժվարին ժամանակներ ապրող մեր երկրի ու եկեղեցու համար։ Պատարագի ավարտին, ինչպես հատուկ է բոլոր ազգային եկեղեցական տոներին, եկեղեցում տոնախմբություն կազմակերպվեց, մատուցվեց սիրո ճաշ։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։